չկա մենք նրանք, կա մեկ ազգ։ Չկա արտերկրից ուղարկեցին արտերկիրն է, կա մեկ ազգ, մենք բոլորով աշխատում ենք իրար համար, Հայաստանի համար։ Այսինքն այսպես է սկզբունքը, առանց Սփյուռքի Հայաստանը թույլ է, իսկ առանց Հայաստանի Սփյուռքը երկար ապրել չի կարող։ Հետևաբար մենք համախմբված պետք է լինենք եւ Սփյուռքին մենք ասում ենք, ձեր դրամը, որ դուք բերելու եք ներդնեք, դուք մեր գործընկերներն եք եւ դա ներդրումը եւ դա փոխադարձ օգուտով է լինելու։ Այդ տեսեք օրինակ այդ արդյունաբերական գոտիները, որ ասում են, որ ստեղծելու ենք, Սփյուռքի համար օրինակ լինելու է արտոնություններով, շատ հստակ։ Այսինքն սա շատ կարեւոր է, գիտեք, գաղափարը որն է, որ մենք որպես մեկ ազգ, մենք ինքներս պետք է մի հատ հələ իրարով հավաքվենք, իրար օգնենք, կպնենք, որ ասում է, իրար օգնենք այս վիճակից դուրս գանք, խնդիրները լուծենք, տնտեսական հարցեր եւ այլն, ներդրումները կարող են լինել տարբեր բնակավարներով։ Եվ դրա համար է, որ մենք այդ Սփյուռքի ներդրումները չենք համարում բարեգործություն չէ, այսպես ասեմ, բայց փոխարենը Սփյուռքը պետք է ունենա նաև մասնակցություն երկրի ղեկավարմանը վերաբերող հարցերին, օրինակ ինչ որ հատուկ խորհուրդ ստեղծելով, ուժեղացնելով այն պետական ինչ որ մարմնի համակարգը, որ կա առաջնախարարություններ հիմա ոչ մի հանձնակատարի գրասնեք, բայց ցավոք սրտի այդ կառույցը օրինակ հիմա չի կատարում իր գործառույթները լիարժեք, որովհետև քաղաքական մակարդակում միտումնավոր սեպ է խրվում եւ անընդհատ տարանջատումներ են ապահովում բաժանել, թշնամացնել, կռվածնել եւ այսօր ինչ է կառավարությունը հայտարարում, ասում է ով Հայաստանից դուրս է, ես նրա տերը չեմ։ Մենք ասում ենք հակառակը, մենք Հայաստանը տեր է աշխարհի բոլոր հայերին, որտեվ սա հայերի տունն է։